Պաշտոնանկության հետ կապված տեղեկություններ կան։ Ես պաշտոնանկ եմ անում ջան, պաշտոնարկվում։ Պարոն Գասպարյան, մասնավորապես խոսքը մամուլում արկա տեղեկությունների մասին է, եւ ասում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Ծառուկյանը աշխատում են հասնել պաշտոնանկությանը։ Ուրեմն դիմում եք մամուլին, ես ճանապարհացույց տամ, դիմում եք մամուլին, մամուլը թող իր աղբյուրներն ասի, հարցը ուղղեք այնտեղ, որ իմանաք ինձ էլ ասեք, ես իմ իմացածը ձեզ չեմ ասում, իրանց էլ դեռ չեմ ասում, սիրելի պատվիրատուներին, այնպես որ խաղաղության մեջ ապրեք, ամեն ինչ տեղն անկնում։ Ձեր հարաբերությունները այժմ ինչպիսին են Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ։ Իսկ երբևիցե վատ չեն եղել են միշտ էլ աշխատանք են եւ շարունակելու են այդպեսին լինել։ Նաեւ Գագիկ Ծառուկյանը։ Նաեւ Գագիկ Ծառուկյանը իմ ամենահինը երևի Գագիկ Ծառուկյանն եմ ճանաչում։ Դուք տեսել եք Գագիկ Ծառուկյանի մասին որ բան ասում։ Խոսքը հրապարակային հայտարարությունների մասին։ Այսինքն ինչ հրապարակային հայտարարություն եք տեսել որ Գագիկ Ծառուկյանն արել է։ Բայց այն ժամանակ երբ որ ԲՀԿ-ականներ են ձեր իմ համար նշանակություն չունի ԲՀԿ-ականը, ՀՀ-ականը, հնչակա, դաշնակա, սոցիալ-դեմոկրատա, ինչ նշանակություն ունի, մենք չէ որ գնում ենք երևույթների, այլ ոչ թե կուսակցությունների հետ տրամաբանությունը չեմ տեսնում։ Գագիկ Ծառուկյանն ասաց հաջորդ ընտրություններում արդեն հաղթանակը կշրջանցի Մելիք Ադամյան փողոցը, ինչ որ սպառնալիք էր, հա, ձեզ դա իշխանությունների հասցրել։ Երևի այնտեղ գծանշաններ պետք է անեն այդ օրը, փակված կլինի մի ուրիշ կողմով կգնան, երևի դա է նկատվում այդ Իսկ Շարմազանովը ինչ է նկատի ունեցել, երբ ասել է, ինչ է ասել Շարմազանովը։ Պիտի հաջորդ ղեկավարությունը Հայաստանի անցնի Մելիք Ադամյան փողոցով։ Էլի գծանշաններ էին։ Դե գծանշանները կբացեն, ներկայությունը կավարտվի, կանցնեն Մելիք Ադամյանը։ Հասան իշխանության գծանշաններ բացելով է։ Մենք մեր խնդիրը մեր ժողովրդի մեջ եղել է, մնում է եւ ցավոք սրտի շարունակելու է մնալ բարեկամ։ Շարունակելու է մնալ տարանջատել, անջատվել, բաժանվել։ Ես կարծում եմ մեր ժողովրդին մի քիչ ինքնասիրություն է պետք համախմբվածության միաբանվելու։ Դե չառոձերի գուները լափելով ոչինչ դուրս չի գա։ Շատ են մամուլի հրապարակումները այն մասին, որ Քոչարյանի կադրերը վերադարձան կառավարություն, մենք ենք տեսնում։ Ես ով կառավարության անդամ չեմ։ Մենք առընթեր ենք կառավարության գնացեք կառավարությունից հարցրեք։ Դուք բայց նկատում եք, որ Քոչարյանի կադրերը վերադարձել են կառավարություն։ Այս երկրում ես կարծում եմ լավ աշխատողը չի կարող լինել կամ էլ եթե լինի այս կամ այն անձնավորության կադրը, լավ աշխատողը պետք է տեղ ունենա եւ պետք է աշխատի։ Հիմնությունը պետք է չլինի, պետք է լինի լավ աշխատող եւ վատ աշխատող, պարկեշտ մարդ եւ ամբարիշտ մարդ, բանսարկու մարդ եւ բանսարկության դեմ կռիվանող մարդ։ Հիմա նրանք որ գնացին, փաստորեն անպարկեշտ էին։ Ով գնաց։ Ովքեր որ կառավարությունից հեռացան, փաստորեն խոսքը գնում կառավարությունը թիմ է փոխել, իսեր Աստծո։ Թիմ է փոխել կառավարությունը, մարդիկ են փոխում, նպատակահարմար են գտնում ում հետ աշխատել, աշխատում են դրա հետ, մեկը մյուսի հետ պետք չի խառնել։ Ես խոսքը գնում է նրա մասին, որ չի կարելի մերն ու ձերը անել, պետք է անել լավ աշխատող, վատ աշխատող, ոչ թե մերն ու ձերը։ Կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը սպառնաց, ասաց, ով լավ չաշխատի մեր ճանապարհները կբաժանի։ Ես չաշխատող եմ։ Ինձանից շատ երևի միայն տրակտորն աշխատում, նա մետաղից է եւ դիմանում է։